Սիրո ինքնատիպ խոստովանություն ամուսնության առաջարկ ու նշանադրություն Սևանալճի հենց հատակին։ Երիտասարդ զույգի ընտանեկան միության առաջին վկան Սևանալիչն էր, իսկ արկածների մասին իմացեք ծովահայերի եթերում։ Ողջույն, ձեզ հետ է Աննա Մարտիկյանը, հյուրընկալել եմ մեր տարբերվող զույգին։ Մեր հյուրերն են ծովահայերի Անի Արեստակեսյանը եւ Սիրաս Հակոբյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Նախ ծանոթանանք ռեպորտաժին, թե ինչպես ստացվեց, ինչպես Սևանը դարձավ ձեր խոստովանության եւ սիրո վկան, այնուհետեւ վերադառնանք տաղավար եւ շարունակենք զրույցը։ Դու իսրտե սենց հագցրեցիր, թելը մնում ա, չէ։ Ես այդ պահին կողքից լպիրշավար Դանակով կտրում։ դանակով այստեղ, էսի պետք է ավելի լինի, որ դանակը մտնի մեջը։ Կտրում եմ։ Ջրի տակ պիտի է։ Ջրի տակ պիտի դա արվի։ Հարցն իրար է։ Հարցացում ու քեսացում։ Բա ես ու ընկերիս ուզվել ենք, Թե Մոնտաժը։ Մենակ դու ես ուզվել։ Ես մի փորձարկում եմ, առաջի անգամ եմ սկսում։ Ես տեսնեմ ոնց է մեջը վստահ լինեմ, որ արդեն մատանի իսկական ժամանակ իմ գրպանում։ Այսպես էս գրպան կա։ Սիրաս Հակոբյանն իր սիրելիին անակնկալ է պատրաստել ու օգնության կանչել արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ակադեմիայի ջրափրկարարական ցիկլի պետ Արտակ Էլմասակյանին։ Ոստա այս թերթելի բան, ասենց երևի եմ թերթի Ադելավակը սենց կթերթեմ մի հատ է կթերթեմ, էսի սենց ցույց կտամ, էսի կտամ ձեռը, կասի այա ոչա ինչա, արդեն մատանին կգա։ Նավշակի ոչն է, ես գրա։ Այ ոչը պիտի Ախմեր ոչը ջրի դե։ Նախ Սիրասը սուզվել կսովորի, ջրում գործելու ինքնավստահություն ձեռք կբերի, հետո կիրագործի նախապես գրված սցենարը։ Իր սիրելիի հետ համատեղ կյանքի առաջարկի սցենարն հետևյալն է։ Սիրելիին, Անիին հրավիրելու է Սևան, որ միասին սուզվեն ու զգան ջրային աշխարհի հեքիաթային իրականությունը, իսկ հետո այդ հեքիաթում էլ անելու է սիրո խոստովանությունն ու ամուսնության առաջարկությունը։ Արդեն մեկ ամիս է Սիրասը շրջելով Սևանի ափերով ու նկարահանելով թռչնի թռիչքի բարձրությունից ամենագեղեցիկ ափն է ընտրում, սուզվելու մեջ հմտանում, որ հուլիսի 11-ն անմոռանալի լինի իր եւ սիրելիի կյանքում։ Վերջապես հուլիսի 11-ն է, Անին ամեն ինչից անտեղյակ, եկել է կատարելու իր կյանքի առաջին սուզումը։ Լողալ չգիտի, բայց դա Անիին հետ չի պահում զգալու խելահեղ քայլերի բերկրանքը։ Նոր բան բացահայտելու ձգտումը ավելի մեծ է, քան վախի, մանավանդ պրոֆեսիոնալ թիմի հետ այդ ավելի քչանում է, բայց մի փոքր իհարկե կա, չժխտեմ, շատ քիչ կա, այդ ավելի հետաքրքրացնում է։ Զույգից ուզում եմ առաջին անգամ, ոչ սուզակ սուզորդների բազմաթիվ անգամներ եմ սուզել։ մի քիչ արխային եմ, տենց ռիսկով եմ լողալ գիտեմ, ինչ որ բան լինի կբարձրանամ, բայց անի չգիտի։ Բայց Արտակը մեր հետ է, էլի, Արտակը նաև փրկարար է, հաստատ ոչ մի խնդիր չի առաջանա, տենց շատ անհանգիստ չէ։ Փորձում եմ նենց անել, որ Անի առաջի տպավորությունները լավ լինեն, ինչու՞ չէ նաև իմը։ Որ Անին տխրի, իմ տպավորություններն էլ վատը կլինի արդեն։ Սուզումը հաջողություն է բերում։ Ժամանակն է ջրի հետ մտերմության առաջին քայլերին։ Արտակ Էլմասակյանը Անիին սուզվելու առաջին քայլերն է սովորեցնում։ Ամեն ինչ կարծես սցենարով է ընթանում։ Սիրասը, Արտակն ու ես շարժվում ենք նախապես պայմանավորված սցենարով։ Անին, չակերտներով ասած, հանցավոր համաձայնությունից անտեղյակ, փորձում է վայելել ջրի հետ մտերմության առաջին տպավորությունները։ Հանկարծ Սիրասը մի փոքր շեղվելով սցենարից չի համբերում, մինչև Սևանի հատակին դադար կտանք ու ջուրը կզուլալի։ Շտապողաբար հանում է նախապես գրված սիրո խոսքերն ու սպասված հարցը։ Անին ստորջրյա իրականությունից առանց այն էլ շփոթված ավելի է շփոթվում, բայց եւ պատասխանն է այո։ Տպավորությունների հորձանուտում Սևանը նորից է ձգում։ Հիմա էլ ստորջրյա զբոսանքն ու փոխադարձ սիրո խոստովանություններն են։
Հարցեր ուզում էի ուղղել Անիին, բայց քանի որ այս ամեն ինչի ինիցիատորը Սիրասն է, հենց կսկսենք Սիրասից։ Սիրաս, ինչու Սևանա լճի հատակին։ Ճիշտն ասած, միտքը տենց պատահական է ծագել, այսինքն տենց հատուկ պլանավորված չէր, բայց կապված է եղել իմ քրոջ գործընկերոջ հետ, Արտակ Էլմասակյան, իմ քույրը քանի որ նմուշներ է անում Սևանի հատակից գիտական հետազոտությունների համար, համագործակցում է Արտակի հետ, ով փորձված ջրասուզակ է, եւ միտքը առաջացավ մի հետաքրքիր բան փորձարկել, որը երբևէ չի արվել ու շատ մեծ խանդավառությամբ ընդունվեց սուզակների կողմից, Արտակը եւ իրենց ամբողջ բաժինը հետաքրքրված էր իմ պլանով եւ ես որոշեցի ընթաց տալ այս անակնկալին եւ արդյունքում ստացվեց մի այսպիսի հետաքրքիր առաջարկություն։ Գրեթե 2 շաբաթ առաջ էր, երբ մենք հանդիպեցինք Սևանա լճում, ես իմացա ձեր մտադրության մասին, հաճելիորեն զարմացա եւ 2 շաբաթ կամ միգուցե ավելի շատ երկար ժամանակ գաղտնիք պահել Անիից։ Իրականում հա, շատ բարդ էր։ Իրականում ոչ թե 2 շաբաթ, այլ 3-4 շաբաթ առաջ էր ամեն ինչ սկսում պլանավորվել, քանի որ միջոցառմանը պիտի ընդգրկված լինեին 60-ից ավել անձինք, եւ դա անասելի դժվար էր թաքցնելը, բայց յուրաքանչյուրին զանգով մոտ մի 10-15 րոպե բացատրել եմ անակնկալիությունը եւ շատ խնդրել ու նկարագրել, թե ոնց կարելի է այս ամենը թաքցնել, որ հանկարծ ոչինչ չիմանա ու ընթացքում լիքը պլաններ են մտածվել, թե ոնց պիտի խուսանավենք այս նախապատրաստական process-ում Անիից ու ոնց կարելի է թաքցնել կամ ոնց չասել, որ հանկարծ Անին ինչ որ բան չկասկածի։ Իրականում բավական բարդ էր։ Ձեր բարեկամները ոնց չասեցին ձեզանի, ոնց կարողացան թաքցնել ձեզանից այդ ամենը։ Զարմանալիորեն շատ պրոֆեսիոնալ կերպով են ինձանից թաքցրել, քանի որ ես ամեն ինչ շուտ նախազգում եմ, միշտ կանխատեսում եմ, ինձանից առհասարակ որոշ գաղտնիք պահել կամ անակնկալներ անել ինձ շատ դժվար է, քանի որ ես ցավոք սրտի շուտ կարողանում եմ հասկանալ ինչն ինչում է, բայց այս անգամ ամեն ինչ շատ երևի պրոֆեսիոնալ էր արված, քանի որ չգիտեմ, մինչև վերջին ակնթարթը չեմ զգացել ինչա կատարվում, գիտեի ուղակի սուզվելու է եւ այդ տրամադրվածությունը, որ պետքա սուզվեմ, ջրի հատակին եմ լինելու, երևի չգիտեմ, ավելի էր շեղում իմ ուշադրությունը, բայց Գիտեմ, մեր հետևորդներին ուզում եմ տեղեկացնել, որ Անին չգիտի լողալ եւ Անի առաջին սուզումն էր։ Նման ռիսկի գնալ դա հերոսություն է։ դե արդեն իսկ ռիսկ էր սուզվելը, գումարած որ լողալ չգիտեի, բայց պետքա փորձել, քանի որ այս կյանքում ամենահետաքրքիր բանը փորձել մի բան, որ չգիտես, որից որ կստանաս հաճույք, կարծում եմ, որ այս անգամ մի քիչ հաճույքը մեծ էր, պլյուս սիրո առաջարկություն, այդպիսի բաներ շատ ենք փորձել, փորձում ենք ամեն կիրակի ինչ որ նոր բան իմանալ, բացահայտել Հայաստանը, ինչ կա հետաքրքիր։ Իրականում վախ կար, ես մտածում էի, որ իսկ միգուցե Անին չսուզվի, այդ դեպքում ինչ պիտի անեմ։ Այդ դեպքում էլ պլաններ կային, թե ինչ կարելի անել, ոնց։ Իսկ եթե հրաժարվեր սուզվելուց։ Եթե հրաժարվեր սուզվելուց, ապա ես պիտի սուզվեի ու ջրի տակից մատանի հանեի, այսպես կոչված, դա մի պլան էր, բայց որը շատ զիջում էր, հա, առաջին պլանին, բայց ամեն դեպք քննարկվել էր, որպեսզի չձախողվի ամբողջը, այսինքն մի ուրիշ տարբերակ մտածվի։ Ներքուստ համոզված էի, որ Անին կսուզի, որտեվ շատ համարձակ է ու ջրային սպորտում էլ ինչ որ բաներ փորձարկել առանց լողի, մոտորանավակ քշել, թռչել water jet-ով, որը էլի շատ բարդ ու դժվար է։ Այսինքն այդ առումով ես բան ունեի, ասենց կասկածներս քչանում էր, մտածում էի, որ չէ, ամեն դեպքում Անին համարձակ գտնվի եւ կանի դա, ու այդպես էլ եղավ։ Մեկ միջանկյալ հարց, մասնագիտությամբ ովքեր եք։ Մասնագիտությամբ ես հաշվապահ եմ, ինձ թվում է հենց այդ է պատճառը, որ փորձում եմ ավելի հետաքրքրացնել կյանքս, քանի որ հաշվապահությունը ոչ այդքան բազմազան ու հետաքրքիր թվերի հետ է միայն առնչվում։ Ճիշտն ասած իմ մասնագիտությունը համար շատ հետաքրքիր է, ես գիտաշխատող եմ, կենսաինֆորմատիկայով եմ զբաղվում, բացի այն, որ գիտության մեջ իմ մասնագիտական ոլորտում տենց շատ հետաքրքրություններ ունեմ, բնության հետ կապված, բնական միջավայրի հետ կապված ամենը ինձ հետաքրքրում է,
ու փորձում եմ նաև շաբաթ կիրակի օրերին ճանապարհորդել, ինչ-որ նոր բաներ փորձել անել։ Այստեղից ուզում ենք փաստել, որ գիտնականների կյանքը շատ հետաքրքիր է։ Դե մենք պրպտում ենք, նոր բաներ ենք փնտրում, նոր բաներ հայտնագործել, փորձարկել։ Սկսենք Սևանի տեղամասի տեղանքի ընտրությունից։ Ինչու ընտրեցիք Արտանիշի այդ հատվածը։ Ճիշտն ասած, մի քանի պատճառ կա։ Ես ընկեր ունեմ, ով Արտանիշում է ապրում եւ միջև իր հետ ծանոթանալ ես Սևանը չէի ճանաչում մեծ հաշվով, որովհետեւ միայն տեսել էի ճանապարհից կամ Սևանի թերակղզուց, բայց ես զարմանալիորեն շատ բան հայտնաբերեցի, երբ որ Հրաչիկ Միրզոյանի հետ սկսեցինք ճանապարհորդել ավելի շատ Սևանի ափերով ու Արտանիշի թերակղզին, որը տեղակայված է հակառակ կողմում Սևանի թերակղզու եւ բավական հեռու է, այնտեղ շատ հետաքրքիր բնություն կա եւ ափերը շատ գեղեցիկ են։ Այնտեղ ջուրը միշտ պարզ է լինում, էտել եմ հետազոտել ինչ որ չափով։ Թռչինի թռիչքի բարձրությունից կատարելով նկարահանումներ, ուսումնասիրելով տեղանքը, հա։ Հա, ես մի քանի անգամ այցելել եմ այդ վայր, ունենք անօթաչու թռչող սարք, որով հետազոտել եմ ամբողջ ափերը, ջրի թափանցելիությունը։ Բացի այդ նաև կարևոր նախապայմաններ են, որ շատ մարդիկ չլինեն, որովհետև հայերը շատ են սիրում խորհուրդ տալ, եւ արտակի ասած խորհուրդ տվողները շատ կլինեին, եթե ուրիշ ափից սուզվեինք։ Եվ նաև շատ հետաքրքիր էր, որ այնպես ստացվեց, որ համ սուզվելու վայրը, համ այն վայրը, որ հետո պիտի նշեինք այդ առիթը, մոտ էին իրար, եւ մեր ընկերոջ տունը եւ մեծ այգին Արտանիշ գյուղում են տեղակայված։ Կարծես sense ինչ որ արտասովոր նպաստավոր պայմաններ կային, թե այնտեղ ջուրն էր մաքուր, թե մարդիկ քիչ էին, թե բնություններ գեղեցիկ եւ թե մոտիկ էր մեր ընկերոջ առանձնատանը, ով գեղեցիկ այգի ունի, որտեղ կազմակերպեցինք այդ միջոցառումը բանից հետո։ Ուզում էի պատմեք արկածային պահերի մասին։ Առաջին տպավորություններից, որ Կարծում եմ արկածային պահը հենց այն պահն էր, երբ որ Սիրասը հանեց պատրաստել էր ցուցանակ, որտեղ գրված էին տողեր, այնուհետ սիրո առաջարկություն։ Իսկ հասցրեցիք կարդալ Անիջան։ Ես առաջին ընթերցելուց հետո, որը երկտողեր Շարլ Ազնավուրի երգից, ուրախությունից ուղակի բերանս բացեցի ու սկսեցի խեղդվել։ Հետո ինձ չեմ հիշում կարծես Արտակ օգնեց, քանի որ դուք նկարահանում եք մեզ, խեղդվելուց հետո նորից սուզվեցի ու սկսվեց այդ երկրորդ process-ը արդեն մատանի եւ այլն, կարծում եմ այդ ամենատպավորիչ մասն էր, որ ես անգամ ջրի տակ չկարողացա էմոցիաները զսպել եւ ուղղակի ժպտում էի ու խեղդվում էի, այսպես ասած։ Դուք ուզում եք ջրի տակ հա ասել։ Այո ասել։ Կարդալով։ Ես փորձում էի պատասխանել, հետո հասկացա, որ անհնար է ուղղակի պատասխանել, բայց Սիրասը այդ մասին էր մտածել, պատրաստել էր եւս մեկ ցուցանակ ինձ համար այո թե ոչ, ու այդ պահին ջրի տակ անկախ նրանից որ ես խեղդվում էի, փորձում էի ցուցանակը նայել, որ հանկարծ չսխալվեմ ու սխալ կողմով ցույց չտամ։ Իհարկե այոյի կողմով պատտել, չնայած ինձ օգնում էին այնտեղ նաև արդեն այոյով են տալիս, բայց ես ամենայնպես ստուգեցի ցուցանակս, նոր պատասխանեցի Սիրասին, որից հետո կարծում եմ արդեն ամեն ինչ հանգիստ էր, նոր սկսեցինք ուսումնասիրել ձեզ հետ հատակը, արդեն շատ գեղեցիկ բաներ տեսանք։ Կարծում եմ, որ շատ գեղեցիկ էր, բացի սիրո խոստովանությունից, Սևանն էլ ինքնին շատ գեղեցիկ էր ներքևում։ Այնտեղ սցենարով էսպես էր Սիրաս, որ դուք պետք է հանեք Սուզորթ Արտակ Էլմասակյանի ժիլետի, հա, սուզորթական ժիլետի հետևից, որը շատ խնամքով թաքցրել էր այդ խոսքերը, սիրո խոսքերը եւ ամուսնության առաջարկը, պետք է ճարպկորեն հանեք, թերթեք, ցույց տայք, չշփոթվեցիք։ Ճիշտն ասած, միչև իրականում փորձարկել Անին տալը, ես եւ Արտակը մի անգամ սուզվել էինք միասին եւ ամենը երկուսով փորձարկել։ Այսինքն ես մի քանի անգամ փորձնական առաջարկություն եմ արել Արտակին ջրի հատակում, նույնիսկ մատանի եմ դրել, հա, որպեսզի հանկարծ չսխալվեմ, որտեվ այնտեղ այնքան մտածելու բաներ կար, այդ մեզ շատ օգնեց այդ փորձնական սուզումը, որտեվ հայտնաբերեցինք, որ մեր ձկան թելը խճճվում է, մեզ ուրիշ թելը հարկավոր, մեզ պետք է նաև զարդատուփը կապել, մեկ անգամ զարդատուփը կորցրինք, բայց Արտակը փորձված որոնողական աշխատանքներ կատարեց եւ հանեցինք շատ
հեշտությամբ արտակը գտավ նորից, հետո կապեցինք նաև զարդատուփը, խցանի վրա թելը փաթաթեցինք, գտանք վայր, որտեղ կարելի է թուղթը դնել, որ շատ հեշտորեն դուրս գա, այդ ամբողջը մտածված էր։ Իհարկե հենց այդ օրն էլ մի քիչ դժվարություն եղավ, բայց ես արդեն ամենի ձևը գիտեի։ Կարծում շատ հրաշալի ստացվեց։ Այն ինչ որ պլանավորել էի, հաստատ կարելի է դրան ստացված համարել։ Ես սպասում եմ, որ միգուցե ավելի քիչը կատարվի, խնդիրներ առաջանան, բայց ամեն ինչ հաջող գնաց։ Ամենայն դեպս ես տպավորված եմ, եթե ամեն ինչ արված էր ինձ համար, ես մաքսիմում տպավորված էի ու ուրախ, այնպես որ եթե տեսանկյունից դիտարկենք, ամեն ինչ ստացված էր։ Իսկ եթե հանկարծ Անին պատասխաներ ոչ, Արտակը հատուկ պլաններ ուներ ոչի հետ կապված, ես 100%-ից բարձր հավանականությամբ գիտեի, որ Անին ոչ չի պատասխանի, Արտակը առաջարկում էր, եթե ոչ պատասխանի, ապա փակենք իր բալոնի օդ։ Կամ ավելի խորքը տանենք, միջև հետ կհամոզվի, ջրի ճնշմանը զուգընթաց։ Ահա։ Բայց ես ավելի դա իհարկե կատակ էր, բարի կատակ, որը փորձում եք իրագործել։ Որը այդպես էլ պետք չէ կամ իրագործել։ Այնուհետև սկսվեց ազգագրականով։ Բնության գրքում ազգագրական երկու պարով։ Ընտրությունը դուք եք արել ձեր ընտրություններ, թե Իմ մտքում էսպես էր ամենը, քանի որ ես ու Անին ծանոթացել ենք Լեռնապար ազգագրական խմբում, Պարիս իրողական։ Ես որոշեցի, որ մեր բոլոր ընկերները ծանոթության պիտի այնտեղ լինեն ու կարծես սա համընկնում էր, որ մենք մեր առաջարկությունը, մեր միասնությունը տոնում էինք հենց մեր ընկերների հետ, ովքեր կարևորում են ազգայինը, հայկականը, որը նույնպես մեր համար շատ կարևոր է եւ իրականում դա շատ բարդ կոմպոնենտ էր, այդ բոլորին առանց ինչ որ մատնելու օպերացիան եւ անակնկալը տեղափոխել Սևանի ապ ու այնպես էր պլանավորված վարքյանները, որ Անին հենց գլուխը պիտի ջրից դուրս հանի ու բոլորին տեսնի ու դա շատ լավ ստացվեց, որը ես ավելի անհավանական բարդ էի համարում։ Իսկ սկզբանե սցենարն այսպեսին էր. սուզվելու էիք միայնակ, հետո արդեն դուրս գալիս Անին տեսնելու էր ամբողջ բարի համույթին ձեր։ Այդ երկրորդ անակնկալներ, որ ավելի մեծ ալիք ինձ վրա թողեց, քանի որ առաջարկությունը միշտ պատկերացնում էի, որ Սիրասը մտքում միշտ պատկերացնում էի, որ Սիրասը ինչ որ մի բան կանի անհավանական, քանի որ ինքը շատ է սիրում այդպիսի ինչ որ տարբերվող, որ դեռ ոչ մեկ չի արել այդպիսի բան։ Միասին սիրում ենք այդպիսի բաներ անել, մանավանդ Սիրասը շատ գեղեցիկ անակնկալներ մատուցում է, բայց երկրորդ անակնկալը ինձ համար տեսնել ափում այդքան մեծ բազում մարդկանց, բազում ընկերների, ովքեր հավաքվել էին ու մեր կողքին էին, չնայած զարմանալի չէր, որովհետև մեր ընկերները չեն տարբերում ոչինչով Սիրասից, իրանք էլ անակնկալներ շատ սիրում են ու իրենց մոտ շատ պրոֆեսիոնալ է ստացվում անակնկալներ անելը, այ ընտանիքիս անդամներին բարեկամությանը տեսնելը, այ դա իսկապես անակնկալ էր ինձ համար, քանի որ իմ հարազատները բոլորը այնտեղ էին ու ես հուզվել էի ու քանի որ ջրում չէր երևում իմ հուզմունքը, ասում Սիրաս ես լացում եմ, բայց քանի որ ջրում եմ, դուք չեք տեսնում իմ արցունքները։ Հա, իրականում Անի եղբայրին շատ օգնեց, որպեսզի այդ ամենը կազմակերպվի գաղտնի, շատ էֆեկտիվ աշխատեցինք, բայց դե մեր բարի խումբը մի քիչ տենց էքստրեմիստական բաներից չի նեղվում, այսինքն իրանք մեր հետ սարի ծայրն էլ կգան, եթե մի հետաքրքիր անակնկալ ունենք, մենք տասնյակ տարիների ընկերության պատմություն ունենք։ Ձեզ միացրեց Պարը, ձեր միության առաջին վկան եղավ Սևանը։ Հետո ինչ է սպասվում։ Հետո կարծում եմ շատ անակնկալներ եւ շատ հետաքրքիր ուրախ կյանք է մեզ սպասում, քանի որ մենք միշտ նոր բան ենք փնտրում ու չենք փորձում ստաբիլ դարձնել միապաղաղ մեր կյանքը։ Հայաստանում շատ գեղեցիկ բաներ կա, որոնք կարող ենք տեսնել, փորձել, որոնցից շատերից արդեն օգտվել ենք ու մնացած բոլորին էլ ովքեր կարծում են, որ Հայաստանը շատ փոքր է ինչ-որ բան տեսնելու համար, ուրեմն իրենք ուղղակի չեն տեսել, դեռ չեն բացել իրենց աչքերը, քանի որ Հայաստանում շատ ավելին կա տեսնելու, քան մենք կարող ենք պատկերացնել, ամեն անգամ ինչ-որ
սար ու ինչ որտեղ բարձրանալուց հետո, անգամ նույն տեղը գնալուց հետո դու այդ ամենը տարբեր ես տեսնում, անգամ չգիտեմ, թռչնի թռիչքից նույն վայրից թռնելուց կարող ես տարբեր տեսարանել կախված եղանակից, կախված ամեն ինչից, հա, Մենք սենց հետաքրում ենք, մեր կյանքը փորձում ենք հետաքրիր դարձնել բնության հետ միասին, մարդկանց հետ միասին ու ես մեր մշակույթն ու բնությունը կարծես միաձուլված լինեն իրար հետ, մենք հա լեռնային ժողովուրդ ենք ու մեր մշակույթն էլ այդպես է ձևավորված ու կարծես մեկը մյուսին շատ գեղեցկորեն լրացնում է թե երաժշտությունը, թե պարը ու այստեղ հենց մեր պարի խումբը հենց մեր միասնությունն ու վայրի բնությունը կարծես միաձուլվել էին իրար ու շատ գեղեցիկ համադրություն էր ստացվել կարծում եմ մեր բարեկամները հյուրերը դա նկատեցին Ձեր բարի խմբի նվերը բավականին հետաքրքիր էր ինքնատիպ նկարը Մենք չգիտեինք դրա մասին ճիշտն ասած ես նույնպես չգիտեի այդ անակնկալի մասին ես անակնկալ պատրաստելով Անին գրչանկար որտեղ դու եւ Անին էին ձեռքի բռնած լաստերով հա ծաղրանկար լաստերով երջանիկ գնում եք եւ անգամ մտածված էր մատանին համազգեստով թաքցված հա սիրասի ձեռքում թաքցված մատանին ու բացատրությունն էլ էր ավելի հետաքրքիր որ եթե չհավատան որ այդպիսի բան ա եղել մենք սուզվել ենք Սևանում ապա այդ նկարը միշտ տեսնելով հա մեր թորնիկները կասեն որ իրենց տատիկն ու պապիկը ինչեր են արել բավականին բովանդակ պատմությամբ մեզ նվիրեցին անհամբերությամբ փորձում ենք բացել տեսնել ինչ է ներսում ու ներսում ծաղրանկարներ որը շատ գեղեցիկ էր ու երկուսը շատ դուր եկավ շատ ինքնատիպ նվեր էր հա շատ յուրօրինակ նվեր էր Շնորհակալություն դուք ունեք հնարավորություն նաև մեկ այլ երկրում հա գնալ ինչ որ երկիր տեսնել շրջագայել ֆինանսական հնարավորության մասին է նաև խոսքս որովհետև երկուստ էլ աշխատում եք ունեք աշխատանք ունեք աշխատավարձ եւ ունեք այդ հնարավորությունը բայց ընտրեցիք Հայաստանը Ինչ է ձեզ համար Հայաստանը Իրականում այստեղ շատ կարևոր բան կա երկուս էլ ճանապարհորդել ենք այլ երկրներում արտասահմանում գեղեցիկ շատ բնական հուշարձաններ հա մարդկանց կողմից ստեղծված հուշարձաններ ենք տեսել բայց Հայաստանը մեր համար առանձնահատուկ է մի քանի պատճառով համար առաջին պատճառը դա որ դա մեր սեփականությունն է ու մենք ավելի քան իրավունք ունենք այդ ամենից մանրազնին օգտվելու եւ վայելելու բացի այդ Հայաստանը շատ յուրահատուկ վայր է ամբողջ աշխարհում այն առումով որ այստեղ մեր բնական միջավայրն ու այսպես ասած եղանակային ու լանդշաֆտային բազմազանությունը այնպես խիտ են որ հնարավոր է մեկ օրվա ընթացքում ամենաշոկ եւ չորային վայրից հասնել մի ցուրտ եւ խոնավ վայր եւ չորային դաշտավայրից հասնել խոնավ անտառային թավուտ, որը քեզնից մի քանի ժամ կտանի ու կարծես Հայաստանը մի խտացված աշխարհ լինի մեծ, որտեղ թե կարող ես տեսնել լեռնային լճեր, թե կարող ես տեսնել անապատ, թե կարող ես տեսնել անտառային թավուտներ, ամեն տեսակի բնական միջավայրներ էստեղ կան, չհաշված մարդկության կողմից ստեղծված հուշարձանները, ու մենք մեծապես օգտվում ենք այդ առավելություններից եւ աշխատանքի ավարտից հետո կամ շաբաթ-կիրակի օրերին հնարավորություն ունենք 1-2 ժամում մի այդպիսի վայրում հայտնվել եւ վայելել այս բնությունն ու բնական միջավայրը։ Որտեղ եք տեսնում ձեր եւ ձեր երեխաների ապագան։ Միանշանակ Հայաստանում մենք կարծում ենք որ այս ընտրությունը յուրաքանչյուրն է կատարում ապագան որտեղ կերտել, բայց ես ու Անին կարևորում ենք հայրենաճանաչությունը նախ եւ առաջ, այսինքն դու պիտի ճանաչես քո ունեցածը, որպեսզի կարողանաս սիրել։ Անճանաչ մարդը չի սիրում իր հայրենիքը, որովհետև չի տեսել, որ սիրի։ Մենք մեր երեխաներին նախ եւ առաջ պիտի ճանաչել տանք իրենց հայրենիքը, հետո իրենք կընտրեն, հա, դա։ Միանշանակ երևի 10-ից 9 դեպքում նրանք կնախընտրեն Հայաստանում ապրել, որովհետև սա իրենցն է ու իրենք մենք հնարավորություն կտանք ճանաչելու։ Շատ երեխաներ հնարավորություն չունեն ճանաչելու իրենց հայրենիքը լիովին։ Դա է պատճառը, որ
շատերը այլն են ընտրում, բայց մենք հա այս ուղղությամբ Բոլորը խտացնում են հայրենիքը միայն մայրաքաղաքը ու այստեղ քաղաքային լուսավոր փողոցները, ես ինքս էլ քաղաքը Երևանը շատ եմ սիրում, բայց երբ կտրվում ես այս միջավայրից ու հայտնում ես մեկ այլ միջավայրում, էմոցիաները այնքան տարբեր են լինում ամեն անգամ, այնքան գեղեցիկ են լինում, որ չես ուզում հետ վերադառնաս, ուզում ես հենց այդպես վերջին տպավորված վայրերից որ գնացել ենք Լորին էր, ես ասում եի, որ այլևս չեմ ուզում Լորից վերադառնալ, ես ուզում եմ այստեղ ապրեմ, այստեղ տուն գնենք, սիրած ու այստեղ մնանք, շատ գեղեցիկ է բնության գրկում ապրել ու ամեն անգամ ինչ-որ նոր բան տեսնել արթնանալով ու քայլելով ամեն անկյունը տարբեր տեսնել, ամեն անկյունը յուրովի տեսնել շատ գեղեցիկ է, իսկապես շատ գեղեցիկ է մեր երկիրը, կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է ճամփորդի ու պետք է սիրի, միայն ճամփորդելուց հետո կկարողանա սիրել, լիարժեք սիրել։ Մենք էլ մեր կողմից ձեզ երջանկություն ենք մաղթում առողջ բալիկներ եւ ստեղծարար աշխատանք մեր երկրում։ Այսպիսին էր այսօրվա ծովահայերը, մնացեք խաղաղությամբ։